Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու են քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովի հետ։ Շնորհակալ եմ պարոն Շարմազանով հրավեր ընդունելու համար։ Պարոն Շարմազանով, զրույցը երևի սկսենք Փարաքարի աղմկահարույց դեպքից, սպանությունից քաղաքապետի։ Մինչ օրս փաստորեն դեռ քննությունը գնում է, հարցաքննվում են, բայց բացահայտված չէ հանցանքը կատարողը ու ցավոք համայնքապետ ընդդիմադիր սպանված է։ Այստեղ խնդիրը նա է, ընդդիմադիր շատ շրջանակներ մեղադրում են իշխանություններին, ասում են սա քաղաքական հաշվեհարդար է։ Իշխանություններն էլ իրենց հերթին ընդդիմությանն են ասում, անգամ մարդկանց մահը քաղաքական կապիտալ է ձեզ հետ դարձնում։ Հիմա ընդհանուր գնահատական կա այս ամենը ինչ կատարվեց Փարաքարում, նաև հաշվի առնելով, որ մշտապես էլ այս առումով Փարաքարում իրավիճակը լարված է եղել, ամիսներ առաջ էլ այնտեղ կրակոցներ էին հնչել, այս մասին ինչ կասեք, ձեր գնահատականը։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ իմ խորը ցավակցությունն եմ ուզում հայտնեմ եւ Վալուզա Գրիգորյանի ընտանիքին եւ սպանված ոստիկանի ընտանիքին եւ ապակինում եմ մաղթում վիրավոր քաղաքացուն։ Բնականաբար դատապարտելի արարք է արվել, սպանություն, ես մշտապես դատապարտել եմ ահակաօրինական ճանապարհներով խնդիրներ լուծումը։ Այդ սամասուդերը, սպանությունները եւ բնականաբար դա դատապարտելի է։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը նախորդին հանդես է եկել հայտարարության, որտեղ դատապարտել է այդ սպանությունը եւ նշել, որ բնականաբար սա ամենաթողության արդյունք է, այն ատելության մթնոլորտի արդյունք է, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում եւ իհարկե երկրում բոլոր խնդիրների պատասխանատուն իշխանությունն է։ Քննությունը կգնա, կպարզեն, կտեսնենք, բայց ինչ պատճառով էլ որ սպանված լիներ կամ ինչ դրտա պատճառով, ինչ մոտիվներով որ սպանված լիներ, դա դատապարտելի է, որովհետև դա հակաօրինական գործողություն է, մարդկային կյանքեր են խլվել եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչները, ընդդիմադիր համայնքապետերը նախ եւ առաջ եւ մասնավորապես պաշտպանված չեն։ Եվ այստեղ այո, իշխանությունը լիքը մտածելու եւ հետևություններ անելու տեղ ունի։ Այդքանը ես դրանով կսահմանափակվեմ, ես չեմ ուզում այդպես անբագորգոր բաներ ասեմ, դատապարտում եմ այդ հանցանքը, դատապարտում եմ սպանությունը, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին եւ ապակինում եմ մաղթում վիրավոր քաղաքացուն, միևնույն ժամանակ ամրագրելով, որ այս ամենը եւս մեկ անգամ իցույց է դնում նիկոլական իշխանության անկառավարելի էությունը։ Պարոն Շարմազանով, լավ, իրավապահ համակարգներ։ Եթե ակնհայտ է, որ եթե այս նախորդ դեպքը ուշադրության կենտրոնում պահեն, եթե հետևողական լինեն, հնարավոր կլիներ այս ցավալի դեպքը։ Ես իրավական գործընթացների ոչ մի իշխանության ժամանակ եմ մտել դրա մեջ, ոչ էլ հիմա, էլի, ես այն գործիչների թվին չեմ պատկանում, որ կարգավիճակի փոփոխությունից սկզբունքները փոխում կամ աշխարհայացք։ Ես երբ որ այժմ փոխնախագահ եմ եղել, մեր իշխանության ժամանակաշրջանում որոշակի նման բաներ ա եղել, ես անբագորգոր բաներ չեմ ասել, չեմ փորձել պոպուլիստական բաներ ասել, դիվիդենտներ շահել, նույնը հիմա եմ ասում, դատապարտում եմ այն ինչ որ արվել է, գործի մանրամասներին ծանոթ չեմ, մնում ակնկալել, որ իրավապահ համակարգը ավելի ուշադիր կաշխատի եւ կբացահայտի այդ ոճրագործությունը կամ այդ սպանությունը։ Բայց միևնույն ժամանակ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նիկոլական Հայաստանում որևէ քաղաքացի, այդ թվում ընդդիմադիր Հայաստանի ունեցող քաղաքացի պաշտպանված չէ։ Թե ինչ պետք է անեին, ինչ չպետք է անեին։ Իրավապահ համակարգի հետ կապված ես պրոֆեսիոնալ գիտելիքներ չունեմ, խորհուրդներ չեմ կարող տալ։ Պարոն Շարմազանով, արդեն տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին, ասում է եկեք ու ապացուցենք, տեսնենք, որ ինձ այսքան մեղադրում եք, ասում եք ես եմ Արցախը հանձնել, ես եմ ամեն ինչ տապալել, եկեք տեսնենք ով է Արցախը հանձնել, ու այսպեսի մի գրառում էր արել, որը ընդդիմադիրները սա դիտարկում են, այսպես ասած
հենց այդպիսի ձևակերպում կար, ցուցմունք է Հայաստանի դեմ այդպես էր գրառումը, ասում են, որ առաջին նախագահիների, եթե չեմ սխալվում ուղված, ասում էր ինչպես է թույլ տվել 18 տարեկանը կանգնի ինքնիշխան տարածքից մեր դուրս։ Այս մասին ինչ կասեք, պարոն Շարմազան։ Նախ բանավեճի հետ կապված։ Ինչի շուրջ բանավեճ է։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Արցախի հանձնողը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է ասում է դուք եք ասում։ Իր ասելով չի։ Ես փաստերով եմ խոսում։ Ինքը կարող ասի, ինքը Յուրի Գագարինն է, բայց այդտենց չի։ Ես փաստերով եմ ասում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Շարլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիևի հետ միասին կա նկարը Նիկոլ Փաշինյանը այդ օրը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի անկախնելի մաս։ Դրանից հետո դա ասել է եւ Նիկոլ Փաշինյանը։ Մենք իրանից ենք իմացել։ Դրանից հետո Եվրոպական միության արտաքին հանձնակատար, արտաքին գործերի նախարար փաստացի Ժոզեփ Բորելը հայտարարել է, վիդեոն կա, մենք մեր էջերում տեղադրել ենք, ամբողջ աշխարհը գիտի, Ժոզեփ Բորելն է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ժոզեփ Բորել, դա Շարմազանովը չի ասում, Ժոզեփ Բորելն է ասում, կա Սերգեյ Լավրովի նմանատիպ հայտարարությունը, կա Իլհամ Ալիևի նմանատիպ հայտարարությունը, կա Վլադիմիր Պուտինի նմանատիպ հայտարարությունը, կա Նիկոլի կողմից շատ հարգված Էրդողանի եւ նրա քաղաքական թուրքական իստեբլիշմենտի նման հայտարարությունը։ Ինչի մասն է խոսքը։ Թող Նիկոլ Փաշինյանը դրա փոխարեն մի հատ թուղթ ցույց տա, որ Հայաստանի որևէ ղեկավար մինչև իրեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ես ավարտեմ։ Հերթով սա գալիս է։ Չքի կարող ասի։ Որն է բանակցային վաճառանկությունը։ Եթե ինքը Ադրբեջանի կողմից է, միգուցե բանակցային վաճառանկություն է եղել։ Բայց եթե բանակցային վաճառանկություն է եղել, ոնց է Իլհամ Ալիևը հայտարարում, արդեն 44 օրի աղետալի պատերազմից հետո Քելբաջարում 20 թվականի նոյեմբերին, որ Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում պարտված է եղել Հայաստանին։ Ոնց է 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև դրվում եւ Պուտինի նախաձեռնությամբ եւ հայկական կողմի առաջարկով Ալիևը ստիպված ընդունեց։ Ոնց է նույն 16 թվականի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարում, որ միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Արցախի անկախությունը։ Դա վաճառանկությունն է։ Ոնց է Նիկոլ Փաշինյանը ասում, ինքն էր 20 թվականի հունվարին Կապանում Մասուլիսի ժամանակ ինքն էր հայտարարում, որ այո, Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը հրապարակում միջանկյալ կարգավիճակ եւ այլն։ Ավելին, Վլադիմիր Պուտինն է դրա ասել, որ Ռուսաստանը եւ համանախագահներն առաջարկում էին լուծում, ըստ որի նույնիսկ պատերազմի ժամանակ Շուշին եւ Շուշիից ընկած ամբողջ տարածքը մնալու էր հայկական վերահսկողության տակ։ Ավելին, երբ որ պարոն Փաշինյանը 20 թվականի դեկտեմբերին մի հատ հոդված գրեց, որտեղ ոտից գլուխ սուտ էր ու փորձում էր այս անգամ արդեն մեղադրել համանախագահ երկրներից մեկին, մասնավորապես Ռուսաստանին, որ նրանք որևէ լավ բան չէին առաջարկում, 21 թվականի հունվարի 13-ին համանախագահ երկրների անունից ռուսաստանցի համանախագահ պարոն Պոպովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում դրեց փաստեր իր հոդվածը, մինչև հիմա կա, ըստ որի Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար միջանկյալ կարգավիճակ եւ Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ եւ նրանց Քելբաջարի վերադարձի հարցը առաջանում էր միայն այն ժամանակ, երբ տեղի ունենալու հանրաքվեն։ Հաջորդը 19 թվականին ապրիլ-հունիս ամիսներին Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է երկու փաթեթ, նույն փաթեթը երկու անգամ։ Թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի։ Ես պնդում եմ, որ այդ փաթեթում Արցախի Ադրբեջանի կազմում մտնելու մասին անգամ ակնարկ չի եղել։
Թող հրապարակի տեսնենք։ Հրապարակի եւ կտեսնենք բանավիճելու բան կա թե չէ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից 1 տարի անց համանախագահ երկրները, սա շատ կարևոր բան է, նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից 1 տարի անց համանախագահ երկրները Նիկոլ Փաշինյանի սեղանին դրել են առաջարկ, ըստ որի 5 շրջանները անցնում են Ադրբեջանին, ամբողջ Լեռնային Ղարաբաղի լղի նախկին տարածքը, պլյուս Լաչինի եւ Քելբաջարի շրջանները մնում էին հայկական վերահսկողության տակ, փաստացի ունենալու էր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ եւ նաեւ հնարավորություն կար պարտադիր հանրաքվեով որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Թող ինքը հրապարակի։ Ինքն էլ անդադ հիշեցնում։ Մի վարքյան, ես փաստերով եմ խոսում, մի վարքյան, ինքը ինչ ուզում է հիշեցնի։ Ասում եմ, եթե նույնիսկ 19 թվականի հունիսին իր արչև դրվել է այդ բանը, թող ինքը հանի թուղթը ցույց տա, որ նախկինների օրոք Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվեր, պետք է էթնիկ զտման ենթարկվեր, պետք է Լեռնային Ղարաբաղում որևէ հայ չլներ, 5000 էլ զորթայինք։ Դες բան կա, չկա։ Հիմա ինչ գալիս է հարցի երկրորդ մասին, որ ինքը մեղադրում է Տեր Պետրոսյանի եւ նախկին նախագահներին ինքնիշխան տարածքից դուրս զինվորներ եք կանգնել։ Բա նախ դա ուղիղ ցուցմունք է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ուղիղ ցուցմունք է։ Ուղիղ ցուցմունք է եւ Նիկոլ Փաշինյանը դրանով Հայաստանը դարձնում է օկուպանտ երկիր։ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միջազգային միակ ձևաչափն է եղել, մանդատ ունեցել, որ զբաղվի Ղարաբաղի հարցով, հարգելի Քրիստինե, երբեք նույնիսկ ակնարկ չի արել, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը եղել է ինքնորոշման խնդիր, այլ ոչ թե տարածքային վեճ։ Եվ Փաշինյանը իր նման ադրբեջանահաճո հայտարարությամբ Հայաստանը դարձնում է օկուպանտ։ Սա մեկ։ Երկրորդը, բա որ 18 թվականից հետո եկար մայիսի 8-ից դարար վարչապետ։ Ու այդ տարածքները ոչ թե ինքնորոշված Արցախինն էին, այլ Ադրբեջանի։ Բա տղա այդ ինչու է իր ուղարկում Լեռնային Ղարաբաղ ծառայության։ PR-ը իր անում, թե տղա այդ համարում է օկուպանտ։ Բա ինչու է գնում մայիսին 16 թվականին ապրիլյան պատերազմից հետո խալխի հողում ըստ քեզ զինվորական հերթապահության անում։ Բա ինչու է Շուշիում, որը ըստ Նիկոլի էլի Ադրբեջանա գնում էր Արայիկ Հարությունյանի ինագուրացիային էր մասնակցում։ Ինչու է 19 թվականին էլի ըստ Նիկոլի Ադրբեջանի հողում Ստեփանակերտում գնում ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ամբողջ ինքն է ասել, չէ՞։ Ինչ է քննարկում։ Պարզ բան եմ ասում, 2018 թվականի մայիսի 8-ից առ այսօր Հայաստանում բոլոր իրողությունների, քաղաքական գործընթացների, անվտանգային խնդիրների եւ դրականի, չնայած դրական չկա, եւ բացասականի ու աղետալի պատասխանատու մի հոգի է։ Երկրի վարչապետը։ Իսկ այս հայտարարությունը իրավական հետագա հետևանքներ կարող է ունենալ, պարոն Շահյան։ Ո՞ր մի հայտարարություն։ Իր այս հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները իրավական հետևանք կարող են ունենալ, իհարկե։ Նկատի ունեմ հակառակ կողմը կարող է օգտագործել։ Բայ չի օգտագործում։ Կարող է օգտագործել։ Կարող է օգտագործել եւ բոլոր Արցախյան հերոսամարտի մասնակցական պաշտպանած Արցախի ինքնորոշման իրավունքի բանը հայցել դա ասի հետ բան արեք, այս մարդիկ սեպարատիստ են, օկուպանտ են, տվեք ինձ։ Բայց ես էլ ասում, եթե տենց առաջ օկուպատը ուրեմն ինքն է։ Եթե ըստ Նիկոլ Փաշինյանի 18 թվականին Հայաստանի զինվորը, հայ զինվորը սխալ տեղ էր կանգնած, օտարի հողում էր կանգնած, ինքը մինչև 21 թվականը, բա ինչ է անում։ Բա 7.5 մինչև Արցախի հասնում ինչ է անում։ Խրախուսում էր հայ զինվորի օտարի հողում մնալը։ Բա ինքը չէր ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինքը չէր իր որդուն ուղարկում այնտեղ ծառայության, ասինքն ըստ իր որդին օկուպանտ է։ Ինքը օկուպանտ է, օկուպանտ երկրում գնում էր խալխի երկրում ինագուրացիա անում, ինչ է իրանում։ Այն ազգային ժողովի նախագահն ու
բանն էլ պաշտպանության նախարարը գնում էին Աղդամում նռով նկարվում, ասում էին Աղդամը մեր հայրենիքն է։ Գիտեք, սա հիվանդակին երևակայություն է Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել անշնորհակալ գործ է, որովհետև խճճվում ենք։ Նիկոլ Փաշինյանը թող գնա հայելու դեմը կանգնի, ինքը իր նախկին հայտարարությունների հետ բանավիճի։ Նիկոլ Փաշինյանին հակափաստակ ներկայացնելու կարիք չկա, որովհետև ամեն ինչ ինքը ասել է։ Մի մարդ համասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա ասում է Արցախը Ադրբեջանը եղել։ Մի մարդ ասել է ես Արցախի անվտանգության երաշխավորն եմ, ասում է ես Արցախի հետ ի՞նչ կապ ունեմ։ Հասկանում եք 5000 զոհներ ա բերել։ Բա այսինքն եթե խաղաղություն էիր ուզում, այդ 5000 տղաներն են խանգարում քո խաղաղությանը։ Կրկնում եմ, ես 12 տարի եղել եմ падգամավոր, 8 տարի եղել եմ ազգային ժողովի փոխնախագահ։ Երբեք որևէ միջազգային հանդիպման ժամանակ ես միջազգային հանրության որևէ երկրի ներկայացուցիչ չեմ լսել, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Նման բան չի եղել։ ԵԽԽՎ-ում նման բանաձև էլ թույլ չեն տվել որ ասնի, երբ որ ադրբեջանցիք մտցրել են։ Ասեմ 15 թիվներ։ Ինչի շուրջ են բանավիճում։ Ինքը եկել է ինչ ասել, ինքը չի ասում իմ զրոյական կետից եմ սկսում։ Պրիչոմ тут Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը լավն է եղել, վատն է եղել, շատ լավն է եղել, փայլուն է եղել, որովհետև ըստ այդ ժառանգությունը այնքան լավն է եղել, որ նույնիսկ դրանից մի տարի հետո համանախագահները Նիկոլին առաջարկել են փաստաթուղթ, որը այսօրվա համեմատ դրախտ չէ, էդեմական դրախտ է։ Ինչի է հրաժարվել։ Եվ օգոստոսի 4-ին 19 թվականին, երբ որ ինքը Արցախում ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ըստ էության ինքը պատասխանեց համանախագահ երկրներին։ Ինքը երբ որ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ինքը դրանով ոչ ասեց համանախագահ երկրների առաջարկին, ըստ որի Արցախը պետք է ունենար միջանկյալ կարգավիճակ։ Նիկոլ Փաշինյանը եկել է, բերվել է իշխանության, ինքը դա արդեն չի թաքցնում, Արցախը պատերազմով հանձնելու եւ ռուսական ներկայությունը Հայաստանից հեռացնելու։ Պարոն Շարմազանov, բայց մենք նաև հիշում ենք, որ հենց երրորդ նախագահն էր արդեն ազգային ժողովում, նաև վերջին օրերին, երբ որ իմպիչմենտի գործընթացն էր սկսում, շատ հաճախ ինքն էր հենց հայտարարում ու ասում, որ բանակցային իրավիճակը իսկապես արդեն Այո։ ու հենց Նիկոլ Փաշինյանը Դա տարբեր բաներ է, մի վարքյան, դա տարբեր բաներ է։ Բանակցային, ասեմ, շատ պարզ բացատրեմ, բանակցային գործընթացը մի քանի անգամ մտել է փակուղի, միայն ու միայն Ադրբեջանի ապակառուցողական տորպեդահարման արդյունքում եւ դրանից Հայաստանի Հանրապետությունը վնասներ չի կրել։ Երբ որ 2011 թվականին Կազանից հրաժարվեց Ադրբեջանը, Հայաստանի բանակցային դիրքերը դրանից չթուլացան, հակառակը Հայաստանի բանակցային դիրքերը ուժեղացան։ Եվ հետ է մեր տարբերությունը։ Սերժ Սարգսյանի ժամանակ մեր բանակցային դիրքերը համահունչ էին միջազգային հանրության, Նիկոլ Փաշինյանի ժամանակ Հայաստանը դարձավ ապակառուցողական, Նիկոլ Փաշինյանը մերժեց համանախագահներին։ Ապրիլյան պատերազմից հետո Քրիստինե ջան, ինչ տեղի ունեցավ։ Միջազգային հանրությունը դրեց Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև մոնիտորինգի մեխանիզմներ։ Բայց եթե մեր վիճակը վատ էր բանակցային process-ում, Ալիևը ո՞նց էր ասում փակ դռների հետևում պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Թող հիմա էլ ասի էլի։ Տեսակ։ Գիտեք, օրինակ հետաքրքիր է, այս վերջերս, երբ որ իշխանական պատգամավորներից մեկն էլ հյուր նույն հարցը ուղղեցին, թե Ալիևը ինչպես էր հայտարարում, ասում է, ինչ, այ օրինակ ով էր միջազգային հանրությունը, ով էր Ալիևին նման բան ստիպում։ Հարցրել եք իրենց նկատի Մինսկի խումբը Նիկոլ Փաշինյանին ասեք թող 19 թվականի իրան առաջադրած ծրագիրը հրապարակի կերևա ով էր ստիպում։ Մինսկի խմբի համանախագահները, բա ինչ են փակել այդ փաստաթուղթը։ Դու թող հանրայնացնեն, տեսնենք իրեն ինչ են առաջարկել։ Դեռ 3 տարի առաջ երրորդ նախագահ հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը լրագրողներին ի պատասխան ասලා Նիկոլ Փաշինյանին ասեք, պնդեք, ստիպեք, որ հրապարակի այն փաստաթուղթը, որը իրեն տրամադրվել է համանախագահ երկրների կողմից, որը իդեպ հրապարակել է ռուսաստանցի համանախագահ Պապովը։ Թող հրապարակի տեսնենք։
Եվ այստեղ շատ ճիշտ է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, որ երբ որ հրապարակվի այդ փաստաթուղթը, բանավիճելու բան էլ չի լինի, ժողովուրդը կիմանա։ Իսկ ներեցեք, բայց Նիկոլ Փաշինյանն ներկայացնում է, որ հակափաստարկներ չկան, չեն կարող իր հետ բանավիճել, այսպես ասած վախենում են դրա համար։ Նիկոլ Փաշինյանը կարա ասի աշխարհը քառակուսի է։ Հետո ես հակափաստարկներ, ես հակափաստարկ չեմ բերում, ես փաստարկ եմ բերում։ Փաստարկ։ Ասեմ մայիսի 8-ին ընկեր դու ես եղել վարչապետը։ Մայիսի 8-ից հետո ասես Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախի անվտանգությունը պետք է ապահովեմ։ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանեմ։ Նույնիսկ 21 թվականի ընտրություններին գնացել ես Արցախի դեօկուպացիա եւ Արցախի անջատում հանուն փրկության թեզով։ Ինչի մասին է խոսքը։ Այդ ես չեմ ասել անջատում հանուն փրկության, Նիկոլ, դու ես ասել։ Դու ես ասել Հադրութի եւ Լաչուբանի Շուշի դեօկուպացիա։ Ավելին, նույնիսկ պատերազմից հետո երկու փաստաթուղթ ա եղել, ըստ որի Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ դրված ա եղել։ Առաջինը Ֆրանսիայի պարլամենտի նոյեմբերի 25-20 թվականի որոշումը, որի ճանաչում էր Արցախի անկախությունը, եւ երկրորդը 21 թվականի ապրիլի համանախագահ երկրների հայտարարությունը, որտեղ ինքնորոշման իրավունքի մասին էլի խոսք կար։ Ինչի մասին է խոսքը։ Ալամ աշխարհը ղուասելով չի, ես փաստերով եմ խոսում։ Փաստերով։ Բա որ տրված էր, այդ 5000 երեխուն ինչի տարար վարի տվիր։ Հարց եմ տալիս։ Եթե վաղուց տրված էր կամ արդեն տրված էր, 5000 ինչի կանգնեցիր, ասիր սա մեր սարդարապատա գնում ենք խարխի հողի համար, ոնց որ դու ես ասում։ Ինչի տարար 5000 հոգու վարի տվիր, Նիկոլ։ 20 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ որ ես քեզ Նիկոլ, մարկանց ներկայությամբ արտախորհրդանական ուժերի, ասի դիմի դաշտակից Ռուսաստանին կանգնեցվի պատերազմը, ինչի չդիմեցիր։ Հոկտեմբերի 10-ին, երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահը քեզ ասեց, ու դու ես դա ասել մեր հետ հանդիպմանը, որ Ալիևը համաձայն է, պատերազմը կարող են կայունացնել եւ Շուշիներ մնում էր հայկական։ Ինչու չկանգնեցրեցիր։ Ասելու են դավաճան իրեն։ Հիմա չեն ասում։ Ու այսօր եկել ես խաղաղությունից ես խոսում։ Խաղաղություն բերողը մենք ենք։ Նախկին իշխանությունները։ Նիկոլը բերում է կապիտուլյացիա։ Ընտրությունը այսօր խաղաղության եւ կապիտուլյացիայի մեջ է։ Ինքն էլ պատերազմի եւ ոչ պատերազմի։ Ես ասում եմ ընտրությունը խաղաղության արժանապատիվ, որը բերել են բոլոր պետականամետ ուժերը, այդում նաև հանրապետական կուսակցությունը եւ կապիտուլյացիա երկուսի մեջ է, որը արել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք 30 տարվա ընթացքում այդքան զոր չենք տվել, ինչքան Նիկոլ Փաշինյանի ընթացքում, կառավարման ընթացքում 30 տարվա մեջ այդքան պատերազմ մեր ժողովուրդը չի տեսել, ինչքան Նիկոլի։ Հիմա մի խնդիր ունի, Ալիևը այդ պայմաններով էլ այս ընթացքում չկրակեն, որ ինքը վերընտրվի։ Պարոն Շարմազանով, Ինչպես դա արեց 18 թվականին, երբ որ դարձավ բան։ Նոր վարչապետ ասեց դե Իլհամ Բախբեր, մեր վրա մի կրակի, մինչև այս հանրապետականների հարցը լուծեն, պարլամենտ սրանք չափնեն, նոր ամեն ինչ լավ կլինի։ Պարոն Շարմազանով, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, որոնք մտադիր են մասնակցել 26 թվականի ընտրություններին, իշխող ուժը արդեն ներկայացրել էր տեսլականը 4 հանրապետություն։ Ասում են գնալու ենք հանրության վստահությունը ստանանք, մեծամասնությունը ըստ այդմ արդեն գնալու ենք 4 հանրապետության ճանապարհով։ Ո՞րն է 4 հանրապետության կոնցեպտը։ Արևմտյան Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 4-րդ հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանը կամ Հայաստանի ադրբեջանացում է։ Կրկնում եմ, ոչ այնքան Թուրքիայից կախվածության մեջ են գտնելու, այլ Ադրբեջանից ու Իլհամ Ալիևից։ Եթե ուշադիր եք եղել, Թուրքիայի ղեկավարությունը նույնիսկ Արարատը մեր գերբից անելու պահանջ չի դրել։ Ալիևի պահանջն է դա եղել։ Ու Նիկոլ Փաշինյանը կատարում է հատիկ առ հատիկ Ալիևի բոլոր պահանջները։ Բոլոր պահանջները։ Նիկոլ Փաշինյանը ջարդում է հայոց 0-րդ հանրապետության գաղափարական ողնաշարը։ Դա Արցախյան շարժումն է, դա անկախության հռչակագիրն է, դա ժողովրդավարությունն է, դա եկեղեցու բացառիկ իրավունքն է, դա ավանդական արժեքներն են, դա ցեղասպանության միջազգային ճանաչումն է եւ ինչու՞ չէ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Բայց ինքը շատ բացել գործում է, ոչինչ չի թաքցնում, ասում եմ, մենք փակում ենք 7 հանրապետության էջը, քանի որ նոր իրավիճակ է ու 7 հանրապետությունից տարբերվում է խաղաղությամբ, օրինակ 4 հանրապետություն։ Դա խաղաղություն չի, դա կապիտուլյացիա է, կրկնում եմ։ Կապիտուլյացիա։ Օրինակ տեսեք, Ֆրանսիայի պատմության ընթացքում 40-ից 44 թվականին
Ֆրանսիայում եղել է Մարշալ Պետենի կառավարությունը, որը եղել է Հիտլերի դրածուն, կոլաբորացիոնիստ։ Խաղաղություն է եղել։ Այդ Վիշի կառավարությունում, Վիշի կառավարությունում Մարշալ Պետենի գլխավորությամբ 4 տարի խաղաղություն է եղել։ Բայց ֆրանսիացիք անիծում են այդ ժամանակաշրջանը։ Նրանք դա որպես հանրապետություն չեն համարում։ Դրանք համարում են Ֆրանսիայի կոլաբորացիոնիզմի շրջան, ֆրանսիական ժողովրդի ամոթի շրջան, եւ նույնիսկ Մարշալ Պետենին սկզբում մահապատժի ենթարկեցին, հետո դե տարիքով շատ մեծ էր, ցմահ տվեցին, բայց ինքը մահացավ։ Որը 18 թվականի առաջի աշխարհամարտի հերոսն էր։ Բացի դարավ կոլաբորացիոնից եւ այսօր եթե Ֆրանսիայում Պետենի անունը տակ, դա հայհոյանքից ավելի վատ է։ Եվ ֆրանսիացի որևէ արժանապատիվ քաղաքական ու պետական գործիչ չի համարում 40-ից 44 թվականները խաղաղության շրջան։ Նրանք համարում են դա կապիտուլյացիայի, կոլաբորացիոնիզմի եւ ամոթի շրջան։ Հիմա Նիկոլը բերում է կոլաբորացիոնիզմ։ Կոլաբորացիոն նշանակում է համագործակցել թշնամու հետ։ Եթե երրորդ հանրապետությունից դուրս է գալի անկախության հռչակագիրը, դուրս է գալի Արցախի վերադարձի իրավունքը, դուրս է գալի ցեղասպանության միջազգային ճանաչումը, ժողովրդավար այդ ամեն ինչը։ Կամ դու ով ես որ ասեցի 4-րդ հանրապետությունն է։ Երրորդ հանրապետությունը ծնվել է անկախության հռչակագրից 90 թվականի օգոստոսի 23 եւ 91 թվականի համահայկական Հայաստանի ժողովրդի 99% այո ասել հանրաքվեով։ Այսօր փաստացի էր դե յուրեր մարդի դու նոր հանրաքվե չես արել։ Դու ո՞նց ես ասում ես հայտարարում եմ 4-րդ հանրապետություն։ Դրա փոխարեն ասում են ընտրություններին մենք ակնկալում ենք ձայնապավել։ Այսինքն եթե հետո դժգոհություններ լինեն, ասի ժողովուրդը համաձայնությունը տվել է։ Քրիստինե ջան, նախ ինքը պետք է հանրաքվե անի, սահմանություն փոխի, որպեսզի երրորդ հանրապետությունը չլինի։ Եվ ժողովուրդը, եթե նույնիսկ ինքը, չեմ ուզում հիմա առաջ ընկնեմ ընտրություններից խոսամ, ես չեմ հավատում, որ հայ ժողովուրդը այնքան կիչեցնի իր ինքնապաշտպանական գիտակցության մակարդակը, իր դիմադրողականությունը, իր ազգային արժեքները, որ կգնայի ձեռով, այո կասի երրորդ հանրապետության ոչնչացմանը եւ անկախության հռչակագրի ոչնչացմանը։ Դա հանրաքվե է վահանելու, չի կայանալու անի։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը սրբազաններին է բռնում, բարեգործներին է բռնում, քաղաքական օպոնենտներին է բռնում, վախի մտորորդ է բանանում, էլի Facebook-ում չակուշտ է դնում, որ ում բռնի, ում սպանեն, ում վահաբեկեն, ում բերանը փակեն, ում արտաքսեն, ում չեզոքացնեն, ում առնեն, որ այդ ընթացքում այլախոհություն չլի։ Իր չագուչի այսպես ասած պողպատե մանդատի հետ կապված բան Շահմազանով ժողովուրդն է պահանջում այդպես։ Ասում եմ ժողովուրդն է հաճախել իրենից նեղանում։ Ես տեսել եմ որ հրապարակներում վերջի 5 տարում ժողովուրդը տասնյակ անգամ իր հրաժարականն է պահանջել։ Ինքը դրա կեսի չափ ժողովուրդ հավաքել է։ Շատ ճիշտ է Արմեն Աշոտյանը, երբ որ ասեմ թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի միտինգի օրակարգ ասի օրակարգը Արցախից ամբողջությամբ հրաժարվելն է, ցեղասպանությունից ամբողջությամբ հրաժարվելն է, Արցախ չվերադառնալն է, Արարատից հրաժարվելն է, ազգային արժեքներից հրաժարվելն է։ Տենամ քանի հոգի կգա։ Նիկոլ Փաշինյանը միշտ ընտրվելու վերընտրվել է խաբելով։ 21 թվականի ընտրությունները չեք տեսել խաբելով։ Մենք էլ ասում ենք ժողովուրդ ջան, այս մարդը կենցաղայինից, տնտեսականից, սոցիալականից մինչև համազգային խնդիր խաբել է։ Եկել ասա ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, Կարմիր գծել է 16000-ից սարքեց 160,000։ Եկավ ասել Սերժեշի պրիվետած Զիմզիմովա, տեսախցիկներն ավելացրեց, հարկերն ավելացրեց, համատարած այդ ինչ է այդ գույքարկը ավելացրեց, հայտարարները ավելացրեց, ամեն ինչ թանկանում է։ Հայաստանի սահմանները փոքրացրած ինքնիշխանություն այսօր 240-42 կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացված Ադրբեջանի կողմից։ Նիկոլը դրա մասին չի խոսում։ Նիկոլական իշխանության որևէ ներկայացուցիչ դրա մասին։ Ինչ սահմանազատում են անելու դրա համար։ Շո, սահմանազատումով են մտել են զորքով գրավել են։ 200 քանի հոգի, 226 հոգի հետո մահացել է, սպանվել է։ Ինչի մասին է խոսքը։ Կրկնում եմ, դա խաղաղություն չի։ Դա հնազանդեցում է։ Դա կապիտուլյացիա է։
Խաղաղություն բերել են նախկին իշխանությունները, արժանապատիվ խաղաղություն ա եղել։ Երբ որ թուրքը պատերազմա սկսել, 1-3 ստացել է։ Մենք պատերազմի կոչ չենք անում։ Բայց ինչքան պետք է ինքը սեն զիջելով բեր, ինքը որտեղ է խաղաղություն բերել։ Արցախում էլ է խաղաղ, հայ կա հիմա։ Այդ ձևի խաղաղություն եք պատկերացնում Հայաստանի համար։ Թե որ դասագրքերը սրբագրեն, Ադրբեջանում մեր դասագրքերը սրբագրեն, ուղղակի մեր երեխեքը դասավորեն, իրական Հայաստան։ Այդ երբ է Հայաստանի որևէ իշխանություն, հարևան երկրից տարածքային պահանջ ունեցել։ Այսինքն Նիկոլի խաղաղությանը Արարատ Լեռներ խանգարում թե կամ 5000 տղեկը։ Հիմա էլ գնում է ներկայացման Խրուշչովյան լավագույն ճագերտավոր լավագույն ավանդույթերով բանը դերասաններին ու ռեժիսորին հանձնարարում է ինչ պետք է անեն։ Դուք ինչի նկատի ունեք, այդ ցավը տանեմ, ցանկապատստեղեր թե ընդեղեր։ Վասեմ նեոբոլշևիզմի վառօրինակ այդ է։ 91 թվականին մենք ստեղծել ենք ոչ միայն ազգային հանրապետություն, այլև ժողովրդավարական հանրապետություն, որտեղ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, բազմագործությունը, ստեղծագործելու ազատությունը իրանք են որոշում, կետերը տալիս են, թե որ թատրոնում ինչ ներկայացում պետք է լինի, կամ ինչպիսի կինո պետք է անեն, կամ ինչպիսի երգ պետք է անեն։ Այսինքն եթե սրանից հետո մեկը խոսքի Անդրանիկի կամ Գևորգ Չավուշի մասին երգը երգեց, դա թշնամանք է բանի նկատմամբ։ Դե եթե տենց արգոս դա խայտանունը փոխել տվեք արա, եթե տենց ես մտածում։ Այն մարդու հերնումերը այդ մարդու անունը Արարատ են դրել։ Մարդ ինչքան պետք է բան լինի, էլի։ Այսինքն մենք ինչ ենք ապրում, տոտալիտար համակարգում ենք ապրում, որ ստեղծագործողներն իրան ասեն, իրական Հայաստանի չափանիշներին պետք է լինի։ Կրկնում եմ, խոսել Արևմտյան Հայաստանից, խոսել ցեղասպանությունից, խոսել Արարատի սիմվոլ լինելու չի նշանակում տարածքային պահանջ ունենալ Թուրքիայի նկատմամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանի որևէ իշխանություն չի ունեցել որևէ տարածքային պահանջ թեկուզ մի սանտիմետրի Թուրքիայից, նման բան երբեք չի եղել։ Նախապայմաններ միշտ դրել է Թուրքիան։ Մենք երբեք նախապայմաններ չենք դրել հարաբերությունների հաստատման։ Արարատի խորհուրդը այդ 5165 մետրը չի։ Արարատի խորհուրդը բիբլիական լեռ լինելն է, մարդկության վերածնունդն է, նոյան տապանն է, հայազգի վերածնունդն է, որի շուրջ առաջացել է հայոց թագավորությունն ու հայկական աշխարհը, պատահական չի, որ հին գրություններում մեր պետությունը շատ տեղերում օրինակ Կասորեսասի կապում են Արարատյան թագավորություն։ Մեր ամենակենտրոնական նահանգը կոչվել է Այրարատ, մեր մայրաքաղաքների մեծ մասը Այրարատ նահանգում են եղել։ Սես բան կարելի անել։ Պարոն Շահմազանov, արդեն վերջում խոսենք նաև վաղը սպասվող իմպիչմենթի հարցով լսումներ լինելու, դրան զուգահեռ դրսում հանրահավաքի կոչ արվել։ Այ ոնց եք պատկերացնում, ինչպես պետք է գեներացվի այդ փողոցային մթնոլորտը, որպեսզի արդյունք տա ներսում ազգային ժողովի ներսում կատարվողը իմպիչմենթի։ Նախ ազգային ժողովի լսումները կազմակերպել է հանրապետական պատգամավորներից բաղկացած պատիվ ունեմ, հիմնականում հանրապետական ֆրակցիան, հա, պատիվ ունեմ խմբակցությունն է, այնտեղ նաև երկու ոչ կուսակցական պատգամավորներ կան։ Մեր ֆրակցիան է այդ արել, որովհետև մենք գտնում ենք, որ ամենառեալ տարբերակը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հակադրվելու եւ ազատվելու այդ իշխանությունից դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որովհետև կա 3 ճանապարհ, դա հրաժարականն է, որը գրեթե հավանական չէ։ Ընտրություններն են, որից 8-9 ամիս կա, դեռ բավականին ժամանակ կա, իսկ այդ 8-9 ամսվա ընթացքում Փաշինյանը կարող է 1000 ու մի նոր ողբերգություններ բերել հայ ժողովրդի գլխին, եւ երրորդը դա, ասեցի, անվստահությունն է, որը ընդդիմադիր ուժերը պետք է գեներացնեն։ Իսկ փողոցում ո՞նց է։ Փողոցը մենք չենք կազմակերպում, կոնկրետ իհարկե մեր կոմունակիցներն էլ կլինեն, բայց փողոցը այլ հասարակական նախաձեռնություն է կազմակերպում։ Ես չեմ բացառում, որ կլինեն նաև փողոցում, բայց նպատակը նախ լսել ընդդիմադիր գործընկերներին, հրավիրված են տարբեր քաղաքական կուսակցություններ, հանրային դեմքեր, հասարակական կառույցներ, հասկանանք, տեսնենք
անվստահություն հայտնելու գործընթացը ինչպիսի գնահատականի է արժանանում հիմնականում ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ազգային ուժերի եւ գործիչների կողմից։ Սա է առաջին նպատակը, դրանից հետո կերևա։ Մենք գտնում ենք, այսօր գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հերացման ամենաարդյունավետ ճանապարհը դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, բայց դրա համար պետք է որպեսզի նախ եւ առաջ ընդդիմադիր մեր գործընկերները իրենց ստորագրությունը դնեն այդ թղթի տակ եւ բոլորս էլ գնանք Նիկոլ Փաշինյանի դեմ նաեւ անհնազանդության օրինական բողոքների, որովհետեւ այլ տարբերակ չկա։ Ի վերջո բոլոր ընդդիմադիր ուժերն էլ հայտարարել են, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ իշխանության հեռացումն է։ Դե ես էլ ասեմ, հեռացման 3 տարբերակ կա։ Մեկը հրաժարական է, որը բացառում է, մյուսը ընտրությունները, որից 9 ամիս կա, եւ մնում է իմպիչմենտը։ Եթե ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, բազազերժ կան ինչու՞մ է։ Այդ է հանրապետականի ասածը։ Շնորհակալ եմ, պարոն Շարմազանov, հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Էդուարդ Շարմազանովի հետ, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։